բայց փաստը մնում է փաստ, որ դու այդ 5 խորհուրդը չես կատարում։ Եվ հետաբար դու մեր եկեղեցու հավատավոր զավակ չես կարող լինել։ Առավելևս որ այդ հավատավոր զավակների մասին խոսում են մարդիկ, ասում են մեղադեր, այս մարդիկ որ ասում են, հետո գնում են հայելու մեջ նայում են, կարող է 3 հատ թքում են իրաց դեմքին։ Ասում լավ, այսքան սուտ առավոտից պղծությունների մեջ թաղված սուտ, թմրամիջոց, լրբություններ, պոռնկություններ, չգիտեմ դրամաշորթություն, բյուջեն լափել եւ այլն։ Հետո մեկ էլ sense լուրջ տեսախցիկի առաջ խոսում են, որ իրենք բան են։ Եկեղեցու հավատավոր զավակ է։ Հաստատ որ գնում են հայելուն, եթե նայում են, եթե իրանք չեն թքում, հաստատ հայելին իրաց վրա թքում է։ Եվ այստեղից հաջորդ հետևությունը ինքը այս ամեն ինչը անում է այդ վախի մթնոլորտը գործնականում, նաև եկեղեցականների կամ հոգևորականների շրջանում այսպես արմատ տալու։ Բայց այս մարդը, ասենք տարական բան քրիստոնեության տարածման պատմությունը չգիտի։